Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկան 314 բանտարկյալների փոխանակման շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն բանակցությունները արդեն արդյունք են տալիս։ Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները 5 ամսվա ընթացքում առաջին անգամ համաձայնեցին փոխանակել 314 գերիների։ Սա ձեռք է բերվել մանրամասն եւ արդյունավետ բանակցությունների միջոցով։ Այսօր Աբու Դաբիում Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունների երկրորդ օրն էր։ ՆԱՏՕ-ն կոչ է արել պատասխանատվություն եւ զսպվածություն դրսեւորել հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև միջուկային զինանոցների սահմանափակումներ սահմանող New START պայմանագրի ժամկետը լրացել է, ինչն էլ նոր սպառազինությունների մրցավազքի վախեր է առաջացնում։ Միացյալ Նահանգների գլխավորած ռազմական դաշինքի անանուն պաշտոնյայի խոսքով Ռուսաստանը եւ Չինաստանը մեծացնում են իրենց միջուկային կարողությունները եւ ՆԱՏՕ-ն կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել սեփական պաշտպանությունը ապահովելու համար։ В любом случае Российская Федерация Ռուսաստանի Դաշնությունը կպահպանի իր պատասխանատու եւ ուշադիր մոտեցումը միջուկային զենքի ոլորտում ռազմավարական կայունության հարցի նկատմամբ եւ իհարկե ինչպես միշտ առաջին հերթին կառաջնորդվի իր ազգային շահերով։ Ասել է Պուտինի խոսնակ Պեսկովը։ будет прежде всего руководствоваться своими национальными интересами. Վաշինգտոնը հայտարարել է, որ ցանկացած նոր միջազգային համաձայնագիր պետք է ներառի Չինաստանը, սակայն մինչև այժմ ձախողվել են միջազգային ջանքերը, որոնք կխրախուսեին Պեկինին միանալ նոր բանակցություններին։ Ավելի քան 6000 անվտանգության աշխատակից կհսկի ձմեռային օլիմպիական խաղերը, որ մեկնարկում են վաղը Իտալիայում։ Օլիմպիադային գրեթե 3000 մարզիկ է մասնակցում, 2 անգամ քիչ, քան անվտանգության աշխատակիցներն են։ Անվտանգության խիստ պայմանների պատճառը հնարավոր հարձակումներն ու դիվերսիաներն են։ Բացման արարողությունը տեղի կունենա Միլանի San Siro մարզադաշտում։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, որն արդեն կնոջ եւ երեխաների հետ ժամանել է Իտալիա։ «2028 թվականի ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Միացյալ Նահանգներում։